Star News-ը առանձնացրել և ներկայացնում է շոու բիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները բոլոր մանրամասներով։ Անահիս Սարդարյանը մասնակցել էր ընկերուհու հարսանիքին ու չէր կարողացել զսպել հուզմունքը։ Հոլովակին կից նշված էր, երբ ընկերուհիները ծանոթացել և ընկերացել են ամենադժվար ժամանակներում ու վերջապես եկել է ուրախ օրը։ Չեմ ուզում կպնեմ քեզ։ Չէ, յո, մի հատ հլը։ Եկեք մազեր անենք։ Սանթը չէ, հուզվում ես վրա ես կով ստելիքը Ստեղ ուզվում։ Տոտոսի Ես իմ բոմժ խուչոկը քանդել եմ, սիրունացել եմ կամարակել եմ, ոչի բողոք ես ադաս։ Տիգրան Ասատրյանն էլ թոռնիկի փոքրիկ Տիգրանի հետ համատեղ էր լուսանկար հրապարակել։ Մագա Հարությունյանն էլ ցույց էր տվել իր կերպարանափոխությունը։ Նա ցույց էր տվել իր տեսքը դիմահարդարումից առաջ և հետո։ Շուշաննա Թովմասյանն ու Վահե Սայանը նշում էին ամուսնության օրը։ Նշենք, որ զույգը 3 երեխա ունի, 2 որդի և 1 դուստր։ Երգիչ Սարոն էլ հրապարակել էր որդու լուսանկարն ու զվարճալի գրառում արել, նշելով «Կոնդեցի Արմենչոն»։ Էրիկն էլ էր նոր լուսանկարով հանդես եկել, նշելով, որ շուտով նորությամբ է ներկայանալու։ Կարեն Հովհաննիսյանի կինը Մանեն դստեր հետ զվարճալի տեսանյութ էր ներկայացրել ու նշել «Նանային ենթարկեցի հոգեբանական բռնության»։ Նան, ես քեզ հարցեր եմ տալիս, դու պատասխանի, հա։ Լավ։ Հաստատ պատրաստ ես։ Ով է քո մաման։ Դու։ Ես։ Հա։ Իսկ դու ուրիշ մամա կուզես։ No։ Ինչու։ Չեմ ուզում։ Ինչու չես ուզում, ավելի պուպուշ սիրուն մամա։ Չէ, ես քեզ եմ սիրում։ Չէ, ավելի պուպուշ մամա։ No։ Ես քեզ եմ սիրում։ Բայց ավելի պուպուշ մամա չես ուզի։ No, ես քեզ եմ սիրում։ Բա ես պուպուշ եմ։ Հա։ Դու պուպուշ ես, ինձ բան ես առնում։ Մենակ առնում եմ, դրա համար եմ պուպուշ։ Հա։ Էլ ինչ եմ անում։ Էլ կոնֆետ ես առնում։ Հետո։ Հետո դեղ ես առնում։ Ես քեզ նեղացնում եմ։ Հա, նեղացնում եմ։ Չէ, չես նեղացնում։ Հաստատ։ Հաստատ, հա։ Վայ։ Հաստատ չեր ուզի ուրիշ մամա։ No։ Ավելի սիրուն մամա էլի։ Տենց ինձ լավ մամա, լավ սիրուն եմ սխալում ասում։ Հայ։ Իսկ պապա, ուրիշ պապա։ Բա ինչու ես ինձ սիրում։ Պապայներ եմ սիրում, մամայներ եմ Բա ինձ ինչու ես սիրում։ որ դու ավելի շատ լավ ես։ Այ շնորհակալություն։ Շատ շնորհակալություն։ Լուիզա Ներսիսյանն էլ Հրանտ Թոխածյանի հետ համատեղ ջերմ կադրերով էր կիսվել։ Մի անգամ Կիպրոսում հոլովակին կից գրել էր Լուիզան։ Նշենք, որ նրանք Կիպրոս են մեկնել հարսանիքի մասնակցելու նպատակով։ Շոթի տվյալներով Դոնի Ռոստովցի էնդոկրինոլոգը ամուսնու հետ ժամանել էր Հայաստան ազգականի հարսանիքին մասնակցելու համար։ Տելեգրամյան ալիքը հաղորդում է, որ նրանք դարձել են իրենց հարևաններին եղանով սպանած մարդասպանի զոհերը։ Քննիչների տվյալներով Կոտայքի մարզի 61-ամյա բնակիչն անցյալ կիրակի առավոտյան վիճաբանել է իր հարևանների հետ։ Նրանք վիճել են հողամասի հարցերի շուրջ։ Երբ ամուսինն ու կինը գնացել են դաշտում գազեր հավաքելու, գազազած հարևանը վերցրել է եղանն ու դրանով խոցել զույգին, ապա կրակել է նրանց վրա որսորդական հրացանով։ Այնուհետև նա փախել է դաշտով և Զովաշեն գյուղի մոտ տեսել կայանված Audi մակնիշի ավտոմեքենա և մոտակայքում կանգնած տղամարդու ու կնոջ։ Կասկածյալը պահանջել է բանալիները, բայց Մարինան և Վահեն հրաժարվել են։ Այդ ժամանակ նա կրակել է զույգի վրա, դրել նրանց մարմինները տաղավարում և փախել դեպքի վայրից։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են կասկածյալին։ Նա թաքնվել էր սպանված Մարինա Հայրապետյանի և Վահե Մարտիրոսյանի մեքենայում։ Մոտակայքում հայտնաբերվել է, որ սորդական հրացան, զենքը գրանցված է կրակողի անունով։ Սոֆի Դևոյանը ամուսնությունից հետո էլ շարունակում է պարբերաբար նոր հրապարակումներով հանդես գալ սոցիալական հարթակներում։ Ինչպես վերջերս նա նշել էր Մանե Գրիգորյանի հենց այնպես հաղորդման ընթացքում,
Ամուսնությունից հետո իր կյանքում գլոբալ փոփոխություններ չեն եղել, քանի որ իր եւ ընտանիքի մյուս անդամների աշխատանքը համատեղ է եւ չի հասցրել զգալ նրանց բացակայությունը։ Այս անգամ էլ նա ինստագրամյան իր էջի սթորի բաժնում նոր լուսանկար էր հրապարակել, որին կից գրել էր. «Չգիտեմ ինչու, բայց շուտ արթնանալը ինձ համար նորից դարձել է դժվար»։ Ամիսներ առաջ պարուհի Սոֆի Դևոյանը հանդես էր եկել նոր հարցազրույցով, որի ընթացքում բացառիկ մանրամասներ էր հայտնել իր եւ Լուիզա Ղամբարյանի շփման մասին։ Խոսելով հարսի երգչուհի Զարուհի Բաբայանի հետ հարաբերությունների մասին, Սոֆի Դևոյանն ասել էր. «Մենք այդպես սիրով ենք Զառիջկայի հետ, ես իրեն իմ երեխայի պես սիրում եմ, ինքը իմ աղջիկն ա։ Մտածում էր, ոնց ա տեն ստացվում, որ մենք լավ ենք իրար վերաբերվում, իրար հասկանում ենք, մտածում էի դա տարիքի հետ է կապված, թե ուղղակի համընկել են մեր բնավորությունները։ Շատ անգամ լռում ենք ու իրար հետ նույն բանն ենք ուզում խոսել։ Երևի մարդու բնավորությունից է, մարդը տարիների ընթացքում շատ բան սովորում է, ավելի խելացի է դառնում, ավելի ինտելեկտուալ է դառնում, ավելի շատ բաներ է հասկանում, բայց եթե դու պինդ ես, քեզ ոչինչ չի կարող փոխել, երբեք չպետք է փորձես մարդուն փոխել, որովհետև դա անիմաստ է։ Երևի երկուսս էլ հասկացել ենք, թե ինչ ձևի մարդիկ պետք է ընտանիքում ապրեն։ Ես չեմ հիշում, որ մեր տանը վեճ լինի, կռիվ լինի, ես չեմ պատկերացնում տենց բան։ Մենք կարող ենք խոսել, վիճել, արվեստի մասին տարբեր հարցեր քննարկել։ Լուիզա Ղամբարյանի հետ հարաբերությունների մասին պատմելով էլ պարուհին նշել էր. «Ես եմ Լուիզային առաջարկել, ասել եմ ամուսնացեք, երեխա կունենաք, սիրում եք իրար, մենք լավ ընկերություն ենք անում ընտանիքներով, ցավոք Գյորգի Կիմիչը տենց շուտ գնաց կյանքից, բայց Լուիզան, Գաբին մինչև հիմա իրար տուն ենք գնում, շատ ջերմ հարաբերություններ են, եթե որևէ հարց լինի, տղա ասում ենք, ամբողջ ընտանիքով իր կողքին ենք»։ Հավելենք, որ դեռ տարիներ առաջ տված հարցազրույցներից մեկում Լուիզա Ղամբարյանը եւս խոսել էր մի շարք թեմաների մասին։ «Ինձ համար անցյալից կարճողը խնդիրներ ունեցող մարդն է, մանկության տարիների մասին ինձ հիշեցնում են լրագրողներն ու աղջիկս, ես ապրում եմ ներկայով եւ մտածում ապագայի մասին, այնուամենայնիվ մանկությունից լավ հիշողություններ ունեմ, շատ ուրախ, զվարթ օրեր էին, որոնք կապված էին արվեստի, պոեզիայի, երաժշտության հետ, իմ հայրը դերասան չդարձավ, բայց իր հոգու խորքում միշտ եղել է արտիստ, նա մեզ սովորեցնում էր հայ, ռուս դասականների բանաստեղծություններ, մեր տանը կազմակերպում էինք հանդեսներ հորս գլխավորությամբ, մանկությունս ասոցացվում է լավ մարդկանց հետ, որոնք նստում էին սեղանի շուրջ, պատմում տարբեր պատմություններ, մանկության տարիներից միայն լավ հիշողություններ են, նույնը չէի ասի պատանեկության տարիների մասին, պատանեկությունս համընկավ 88-ի շարժման եւ դրան հետեւած դժվար տարիների հետ, հիշում եմ հայրս ստեղծագործ, կյանքը մի գաղափարի համար ապրած եւ սերունդներ կրթած մարդ գնում էր այգու ծառերներ կտրում, որ իր երեխաներին կարողանար տաքացնել։ Երբ ասում էին, որ հորս կորցնելուց հետո ավելի եմ զգալու նրա կարիքը, կարծում էի, թե մարդիկ են ինչ-որ բաներ են խոսում, բայց իսկապես ոչ մի կերպ չեմ կարողանում հարմարվել նրա բացակայությանը, ամեն վայրկյան ունեմ նրա կարիքը, իմ պապան ոչ միայն կենսաբանական հայր էր, այլև շատ լավ ընկեր, խորհրդատու, պատահական չէ, որ ընտրեց ինձանից տարիքով բավական մեծ ամուսին, ես հիմա եմ հասկանում ինչու, առաջ չէի հասկանում, հայրս ինձ համար իսկապես իդեալ է եղել, ինչ վերաբերում է խորհրդին միշտ ասում էր, որ ես միայն մեկ թերություն ունեմ, անզուսպ իմ ցանկություններում, իմ բառերի, էմոցիաների մեջ, ասում էր, աշխատիր քո զսպվածության վրա, եղիր ավելի կառավարելի, ավելի զուսպ եւ համբերատար, սա մեղի պես տպավորվել է մեջս, չեմ սիրում մենակություն, տարիներ առաջ ձգտում էի մենակության, հիմա ոչ, բայց չեմ էլ սիրում շատ ակտիվ մարդաշատ միջավայր, չունեմ շատ ընկերներ, որովհետև առաջ շատ ունեի, կյանքը մաղեց նրանց, նրանք գուցե շատ լավ մարդ են, գուցե ես եմ սխալվել, որ ընկերությունը չշարունակվեց, կյանքի դասեր հանգեցրին նրան, որ ես հիմա ունեմ քիչ, բայց իսկական ընկերներ։ Ժամանակի ազդեցությունը շատ մեծ է, թե կնոջ, թե տղամարդու ինքնադրսևորման վրա, բայց մեծ հաշվով կարծում եմ, որ մարդը ինքն է որոշում իր ճակատագիրը, նաև թե ինչպես պետք է հասնի ձգտումներին։ Մի լավ խոսք կա, ուզում ես լինել երջանիկ, եղիր, թե ինչպես ես հասնում դրան քո գործն է եւ քո որոշումը։ Մեկի համար դա ցանկացած պատ եւ բարոյական նորմ քանդելը եւ ամեն գնով ուզածին հասնելն է, բայց մարդ էլ կա, որի համար հստակ սահմանափակումներ են դրված։ Ասենք նա երբեք չի կարող ուրիշի երջանկության հաշվին կառուցել իր երջանկությունը։
Ես դրական եմ ընկալում տղամարդկանց եւ առաջին հերթին նրանց մեջ դրական հատկանիշներ եմ փնտրում։ Տղամարդկանց ավելի ընդունում եմ, քան հակառակը։ Կան կանայք, ովքեր տղամարդկանց մեջ տեսնում են հակառակորդի, որսորդի, շան։ Կարծում եմ, այդպիսի կանանց կյանքում ինչ-որ բան սխալ է ընթացել։ Ես գնահատում եմ տղամարդկանց, կարևորում եմ նրանց անհրաժեշտությունը կնոջ կյանքում։ Կինը կին է, երբ իր կողքին կա տղամարդ, որի ուսին կարող է հենել գլուխը։ Չեմ սիրում, երբ տղամարդը չունի հումորի զգացողություն, տգետ է, ձեռնփակ է եւ իհարկե չեմ կարող հանդուրժել ինքնասիրահարված, փառասեր տղամարդկանց։ Վստահ եմ, որ խանդ կա, իմ մեջ էլ կա, պարզապես հաճախ թաքցնում եմ, փորձում եմ հորս խորհուրդը հիշելով զսպել այդ ամենը։ Ամուսնուս պարագայում վստահ եմ, որ կա, եթե ոչ ավելի շատ, քան ինձանում, որովհետեւ շփվում եմ տարբեր տարիքի եւ տարբեր արտաքին ունեցող մարդկանց հետ, բայց մենք դրան տեղի չենք տալիս։ 1000-ից մեկ երբ զգում եմ, որ մեր կյանքը մի քիչ անհետաքրքիր է դառնում, խանդի թեման արհեստականորեն բարձրացնում եմ, ընդամենը այդքանը։ Նվերի ամենան չի լինում, ինձ համար շատ արժեքավոր են օրինակ հայրիկից նվիրած ականջողերը ինստիտուտ ընդունվելու առթիվ, առանձնահատուկ թանկ է առաջին ուսուցչուհուց նվիրած բացիկը, որտեղ նա մարգարեական մոտիվներով գրել է, թե ինչպիսին է պատկերացնում իմ ապագան եւ նշել է, որ իմ տեղը բեմն է։ Ինձ համար ճակատագրի ամենամեծ նվերն ընտանիքս է, բազմաթիվ արժեքավոր նվերներ ունեմ երկրպագուներիս կողմից ստացված, այնպես որ դրանք շատ են։ Մարդիկ ում կյանքում ամբողջ պարտական եմ, ծնողներս են, հենց նրանց շնորհիվ է, որ ես այսօր այնպիսին եմ, ինչպիսին կամ իմ բոլոր առավելությունների համար ծնողներիս եմ պարտական, որպեսզի լինել երջանիկ հարկավոր է պարզապես սիրել երջանկությունը եւ ուզենալ երջանիկ լինել։ Եթե ունենում եմ մի փոքր ազատ ժամանակ, առաջին հերթին իհարկե նվիրում եմ դստերս, դա անհրաժեշտ եւ հաճելի միքս է։ Տղամարդուն չի կարելի բռի մեջ պահել, հենց փորձես պահել կգնա։ Պետք է պարզապես կարողանալ համբերատար եւ անշահախնդիր սիրել։ Եթե այս երկու կարևորագույն հատկություններն ունես, քո պահանջներն էլ, շահերն էլ կբավարարվեն։ Հայ աղջիկների ամենամեծ առանձնահատկությունը ընտանիքին նվիրումն է։ Դա իրենց մեջ գենետիկորեն է դրված։ Ամենաբնազդային մակարդակով, անկախ հասարակական դիրքից, դավանած արժեքներից հայ աղջկա կնոջ համար ընտանիքը կարևորագույն արժեք է։ Նույնիսկ բարոյական փայլուն կյանքով չապրող կանանց դեպքում էլի ընտանիքը բարձրագույն տեղում է, իսկ այլազգի շատ կանանց մոտ դա այդքան էլ ընդգծված չէ։ Մանկուց ցանկացել եմ բազմազավակ ընտանիք ունենալ, բայց դա այն երազանքը չէ, որին ափսոսանքով եմ նայում, Աստծուն փառք եմ տալիս եւ գոհանում եմ իմ ընտանիքի համար, այնպես որ նման երազանք երևի թե չկա։ Իմ կյանքի ամենադժվար պահերին ապավինում եմ Աստվածաշնչին, այնինչ մեզ չի սպանում, ավելի է ամրացնում, այն փորձությունը, որին հանդիպելով ձեզ թվում է, թե աշխարհի վերջն է, իրականում Աստված ուղարկել է ձեզ փորձելու համար, եթե ապավինեք Տիրոջը, նույնիսկ ամենածանր իրավիճակը կարող եք նրա շնորհիվ հարթել։ Ես կոնֆլիկտներին հակված մարդ չեմ, սուտ անցկացրած ժամանակի համար եմ զղջում, թեև պարապուրտի հազվադեպ եմ մատնվել, մտածում եմ, որ կարելի էր կյանքն ավելի գեղեցիկ ապրել, ավելի գունավոր, կարելի էր կյանքից ավելի շատ բան վերցնել եւ ավելի շատ բարիք գործել, խաղաղություն տարածել։ Եթե պարտադիր պետք է ընտրեմ հակառակորդ թե թշնամի, ապա հակառակորդը։ Թշնամին ցանկացած դեպքում տանում է չարության, իսկ հակառակորդն արթնացնում է մրցակցելու, առաջ գնալու մղում, խթան, նշել էր դերասանուհին։